Երթագրվել է 7 պատգամավոր Նիկոլ Փաշինյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան, ես հիմա կարդում եմ Հայաստանի Հանրապետության ներկայացվող նախագծի բնապահպանական բնագավառում գնահատման եզրակացությունը եւ այստեղ, որի հեղինակը ըստ ամենայնի բնապահպանության նախարարությունն է, ասվում է, որ օրենքի ընդունումը շրջակա միջավայրի օբյեկտների, մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա կարող են առաջացնել բացասական հետևանքներ։ Եվ ընդհակառակը օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետևանքներ չեն առաջանա։ Այսինքն բնապահպանության ոլորտում լիազոր մարմինը տվել է բացասական եզրակացություն, մյուս եզրակացությունները սրա հետ կապված չեզոք են, այսինքն որևէ դրական գնահատական չկա, իսկ հիմնավորումների մեջ ասվում է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրով նախատեսված ֆինանսական վարկի երկրորդ եւ երրորդ մասնաբաժինների տրամադրման համար անհրաժեշտ նախապայման հանդիսացող 9.2 կետով սահմանված միջոցառման կիրարկումն ապահովելու նպատակով։ Այսինքն բնապահպանության այս օրենքի նախագիծը շրջակա միջավայրի վրա ունենալու է բացասական եզրակացություն, ձեր իսկ ներկայացրած փաթեթում որևէ այլ ոլորտի վրա դրական ազդեցություն չի ունենալու եւ մենք ընդունում ենք այս նախագիծը կամ պիտի ընդունենք, որովհետեւ ինչ որ վարկային համաձայնագրով մեզ պիտի փող տան, սա ինչ տրամաբանություն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան։ Ես նախ կապված բնապահպանության նախարարության կարծիքի հետ։ Այնտեղ կոնկրետ երկու դեպք է նշվում, այսինքն ասում է, եթե ընդունվի այս տարբերակով, մենք դեմ ենք, եթե ընդունվի մյուս տարբերակով, որը որ մենք կոնկրետ ներկայացրել ենք նշված նախագծում, նրանք չեն առարկում, այսինքն երբ որ նայում ենք երկրորդ մասով, մենք իրականացրել ենք բնապահպանության նախարարության կողմից առաջարկված տարբերակով փոփոխությունները։ Ինչ վերաբերվում է բացասական գնահատականին, ապա եթե մենք նախագիծն ընդունեինք, այսինքն նախնական տարբերակում կար երկու տարբերակ, եւ բնապահպանության նախարարությունը դեմ էր առաջի տարբերակին եւ առաջարկեց երկրորդը, նշելով, որ եթե անցնի այս տարբերակը, ապա մենք դեմ չենք լինի, այդպես էլ այդտեղ պետք է ձևակերպումը նշված լինի։ Ինչ վերաբերում է բացասական ազդեցությանը, ապա պետք է նշեմ, որ սա ընդհանրապես ուսումնասիրության, ռադիոակտիվ հումքի ուսումնասիրության թույլտվության մասին է խոսքը գնում։ Եվ այս մասով պետք է ասեմ նաև, որ եթե վարկի նախապայման որպես դիտարկում ենք, որը վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, այո, սա վարկային համաձայնագրի նախապայման է, վարկային համաձայնագիրը հաստատվել է ազգային ժողովում, քննարկվել է եւ հավանության է արժանացել, դրա կետերից մեկն էլ այս մրցութային կարգի ապահովումներ ընդերքի մասին օրենսգիրքում։ Այսքանը։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյան, խնդրեմ։ Պարոն Գևորգյան, ինչ որ ես ասում եմ ձեր ներկայացրած փաթեթին, այստեղ առաջի տարբերակ, երկրորդ տարբերակ, երրորդ տարբերակ նշված չի։ Նշված է նախագիծը ներկայացված ձևով ընդունելու պարագայում կունենա բացասական ազդեցություն։ Հիմի ես խոսում եմ, դուք էներգետիկայի նախարարության ներկայացուցիչն եք, խոսում եք բնապահպանության նախարարության մասին, մի կառավարության մեջ եք։ Հիմա մենք ինչ իմանանք, դուք բերել եք առաջին նախագիծը, թե երկրորդ նախագիծը։ Եթե ունենայինք առաջին նախագիծը, որին կցված կլներ երկրորդ եզրակացությունը, հետո կանենք երկրորդ եզրակացությունը, կստանայինք առաջին նախագիծը։ Հիմա, բայց մենք ինչ իմանանք, դուք բերել եք առաջինը, երկրորդը, թե վեցերորդը։ Շնորհակալություն։ Ընդունում եմ, պարոն Փաշինյան, երևի ինչ որ խնդիր կա, բայց ամեն դեպքում ձեզ ասում եմ այն, ինչ որ քննարկումների արդյունքում տեղի է ունեցել այսքաններ։ Երկրորդ տարբերակը կարող եմ ներկայացնել, եթե, այսինքն ըստ տարբերակների քննարկման արդյունքները միգուցե ներկայացնենք, նայեք համոզվեք։ Շնորհակալ եմ։